ազոտը շատ ուժեղ տհաճոտ է եղել։ Բայց իրենք մահվան վկայականի մեջ նշել են բեկորից ամառած։ Բեկորային վնասվածքից։ Դրանից հետո ես գնացի ով որ դրա երծերեր իրեն, ասեցի, ինչ ես գրել բեկորային վնասվածք, սա ինչ նշանակում։ Նա ինձ պատասխանեց, բա որ չգիտեի ինչ էր, ինչ գրեի։ Դրա երծող ասի, ինչ չգիտեի ինչ էր, ասում անծանոթ, աներ առաջին անգամ եմ էսի ծեվի բան տեսել, ստիպած բեկոր եմ գրել։ Եվ ասավ այդքան բան ասի, բա որտեղից իմանամ այդ զենքը ինչ զենք է, նա ինձ ասավ գնացեք կրիմինալ։ Ես ճիշտ ասած չգիտեմ կրիմինալը որտեղ է, ինչ է։ Դրանից հետո ինձ դատախազություն կանչեցին, դատախազությունը ասեցի, խնդրում եմ ինձ ասեք, ինչ զենք է, ինչ է, ինձ դատախազության քննիչ բացատրեց, որտեղ կոչվում է Չերեմուխա նոմեր 7, 3 հոգի են Չերեմուխա զենքից զոհվել, որը ընդհանուր ոստիկանությանը եղել է այդ Չերեմուխայի զենքից 4 ոստիկանի մոտ։ Նա ինձ բացատրեց, որ զենքը միանման է եղել, դրա համար չեն կարողանում բացահայտել, ասենք։ Եվ իրան զենքը կրակելուց հետքեր բաց չի թողում, որովհետև դա պլաստմասա է, վառվում է, հետքեր բաց չի թողում։ Դրա համար չգիտեմ, հիմա մեր ոստիկանը 3-ին է սպանել, 2-ն են 3-ին սպանել, թե 4-ն են 3-ին սպանել, դա դեռ ապացուցված չէ, բայց անձը հաստատված է ոստիկանների։ Չիրոմուխա 7-ից մարտի 1-ին զոհվել է նաև 1974 թվականին ծնված Արմեն Ֆարմանյանը։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն Ֆարմանյանի դիակի վրա հայտնաբերվել է գլխի ձախ կեսի կողմնակունքային շրջանի սալջարդ, ոսկրյա հյուսվածքային դեֆեկտով։ Մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է գլխի ձախ կեսի կողմնակունքային շրջանի սալջարդ վերքով։ Դիահերձման ժամանակ գանգից հանվել են օտար մարմիններ։ Համաձայն դատաբժշկական փորձաքննության Ֆարմանյանի դիակից հանված պլաստմասը եւ մետաղյա մեկական կտորները գործարանային արտադրության Չիրոմուխա 7 տեսակի կրակված փամփուշտի գազային նռնակ է, առանձնացված 1 խցանով։ Ֆարմանյանը վիրավորվել է Պարոնյան փողոցի տիպ 24 շենքի դիմաց։ Արմեն Ֆարմանյանն այն զոհն է, որի մարմինը մեքենայի վրա մարտի 1-ին փորձել են դուրս բերել ոստիկանների շրջափակումից։ Այդ կադրերը հեռարձակվել են գրեթե բոլոր հեռուստաընկերություններով։ Արմեն Ֆարմանյանը սպանվել է մարտի 1-ին ժամը 21-ի սահմաններում, սակայն մինչ նրա զոհվել է կինը Աննան տարօրինակ ահազանգ է ստացել։ Ժամը այտենց 7-ի կողմերն էր, ինձ զանգահարեցին, ինչ որ պատահական, չգիտեմ ով էր, զանգահարեց փակ համարից, ասեցին Աննան է խոսում, ասի այո, բա 7-ին, ու հենց դա էր էլի շատ հետաքրքիր, ոչ մեկ չկարողացավ պարզել մինչև հիմա, թե այդ զանգահարողը ով էր, ուղղակի ես հիմա չեմ կարողանում հասկանամ ում ձայնն էր, բայց իրոք շատ ծանոթ ձայն էր այդ ձայնը, ասեց դուք Աննան եք, ասեցի այո, բա կարող ես գաս Սպանդարյանի հիվանդանոց, ճանաչես այս Արմենի դիագնա, թե Ճտեմի դիագնա, թե չէ։ Ես այդտեղ չեմ էլ հիշում ինչ եղավ իմ հետ, ոնց, հետո արդեն հենց որ ինձ ուշքի բերեցին, մի անգամից այդ մեր հսկիչներից մեկը վերցրեց հեռախոսս օրգանի աշխատողներից մեկի հետ, տարան Վիվասել, որ տեսնեին ով այդ զանգահարողը, տարան իրանք որ տեսնեին այդ ինչ համար է, այնտեղ ասել էին, որ ինչ որ տաքսաֆոնից է զանգը եղել։ Ֆարմանյանին սպանելու մասին եւս մեկ ահազանգ է ստացել նրա եղբայրը։ Մարտի 1-ին ժամը 22:30-ից հետո եւ կրկին պարզվել է, որ զանգը ավտոմատ հեռախոսախցից է։ Այդ 6 տարվա մեջ չէր եղել որևիցե մի դեպք, որ ինքը գիշերը բացակայ էր տանից։ Տենց բան չէր եղել, դրա համար ինքը որ չէր եկել, մտածեցի իրոք էլի երևի մի բան, ասենք ոչ մտածեցի կարող է բռնեն, չնայած հերթատեսությամբ ցույց էին տալիս արդեն, որ շատերին կալանավորել են, շատերը վիրավոր են, բայց չգիտեմ ինչու հենց սկզբից ինձ տենց թվում էր, որ ինքը արդեն չկա։ Բժիշկ Շաբաշյանն, ինչ որ այդ բժիշկ Շաբաշյանը այդ ընկերներին ու տեքնոջս ասել էր, եկեք ինչ ծևի տղա է, բացատրել էին իրանք, որ սպորտսմեն է, սենց շորերով բան, ասել էր հա եկեք մեկը կա տենց, ու այս ամուսնուս ընկերը Արտուրը ասում է, ես որ մի քանի սենյակ բացեցին, ասում են այնտեղ շատ մարդիկ կային, տենց դիակներ, այդտեղ չկար, ասում է հետո մի հատ էլ դուր բացեցին, ասում է անմիջապես ոնց որ հենց թեքվելու նման, ասում է Արմենի կոշիկներից արդեն ճանաչեցի, որ ինքն է։
Տենց մտել էին նես, տեսել էին տենց կուշտկեն գլխին քաշած եղել, ոնց որ մեքենայի վրա եմ տեսել ես դիսկերի մեջ տեսել եմ արդեն այդ նկարահանածը։ Էլի տենց ընկերն ասում է, տենց կուշտկեն գլխին քաշած, ասում է դրած էր այդ դիակահերձարանի սեղանի վրա, փորը բացած, ասում է փորի վրա է գրած էր «Неизвестно»։ Տենց գնացել էին, ճանաչել էին։ Ամսի 2-ին դիակը չտվեցին, ամսի 3-ին ժամը 2-ին տվեցին դիակը։ Ու այդ որ իրանք գնացել էին երեկոյան նորից կանչել էր այդ Շավաշանը, հələ սկզբից որ տեսել էին, հələ դիակահերձած չէր եղել։ Ճանաչումից հետո սկսել էր դիակահերձել, որ երեկոյան գնացել էին, ասել էր ես սենց բան չէի տեսել, իր գլխի մեջից հայտնաբերած այդ 3 փամփուշտներ ցույց տվել, ասել էր 2-ը մետաղյա կողքերից գլխի 3 մմ-անոց, մեկն էլ ասել էր ինչ որ խալաստոյ է եղել, պլաստմասյա, էլի նույն չափսի, դա էլ եղել է գլխի կենտրոնում, տենց այդ 3 փամփուշտը ցույց էր տվել։ Ինձ ասել են, որ դեպքը տեղի ունեցել 24 դպրոց Սպանդարյան։ Հենց հետաքրքիրը նա էր, որ ինձ զանգեցին, ասեցին եկեք Սպանդարյանի հիվանդանոց, բայց հետո հետագայում արդեն ժամը 9-ին Արմենին սպանել են 9-ին։ Ժամը 9-ին Արմենին սպանում են Սպանդարյան դպրոցի դալանի տակ։ Ես չգիտեմ, ինչ որ մեկը ինձ թվում է, որ այդ հենց ով որ ինձ զանգել էր, հենց դրանք էլ սպանել են, ես չգիտեմ ոնց մտածեմ։ Արմեն Ֆարմանյանի մահվան վկայականում գրված է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում, գանգուղեղային բաց բութ վիրավորում։ Հրազենի մասին խոսք անգամ չկա։ Դե մահվան վկայականը լրիվ սուտ է, ես ոչ դե ճիշտ է ստացել եմ, որպեսզի դե պետք է հիմա այդ մահվան վկայականը վեճահամուստուս մահվան վկայականն է, դա են տվել, դա եմ ստացել, բայց դե այդտեղ լրիվ անհետեթություն է գրածը։ Ինչը հավատամ, եթե մարտի 1-ին ասպանվել, գրել են 2, այդ արդեն 1, հետո այնտեղ տալիս են, որ հրազենից է սպանվել, այդտեղ գրված է բութ զենքից, բութ գործիքից, ես չեմ հասկանում, որն այնտեղ դատախազությունում ասում են զինվորները գազ են օգտագործել, այդ գազը ռակաշետ է տվել, պլաստմաս են հանել գլխի մեջից, լրիվ անհետեթություն, ոչ մեկի ասածը իրար չի բռնում։ Մարտի 1-ին հրազենից է զոհվել նաև 1975 թվականին ծնված Դավիթ Պետրոսյանը։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն Պետրոսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային գնդակային մուտքի անցք, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին։ Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը։ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ վիրահատության ընթացքում նրա մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ, որը գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի փամփուշտի մաս կրակված գնդակ է։ Դավիթ Պետրոսյանը վիրավորվել է Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց։ Մարտի 1-ին հրազենից է զոհվել նաև 1977 թվականին ծնված Զաքար Հովհաննիսյանը։ Իդեպ նա բնակվում էր զոհերից Դավիթ Պետրոսյանի հարևանությամբ։ Դավիթի եւ Զաքարի տները միմյանցից 1 պատով էին բաժանված։ Հատուկ քննչական ծառայության տրամադրած հաղորդագրության համաձայն միմյանց հարևանությամբ ապրող ընկերները զոհվել են նույն տեսակի ատրճանակի փամփուշտներից։ Միայն այն տարբերությամբ, որ Դավիթը վիրավորվել է ավելի շուտ, Պարոնյան փողոցի վրա, իսկ Զաքարը Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք, որովայնի առաջնային մակերեսին։ Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը։ Դիահերձման ժամանակ Զաքարի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ։ Գնդակի վրայի կրակման հետքերը բնորոշ են ՊՄ ատրճանակից կրակված հետքերի։ Զաքար Հովհաննիսյանը վաղ հասակից կորցրել է ծնողներին, եւ մինչեւ մարտի 1-ը նրա խնամքի տակ էր գտնվում պապը։ Մարտի 1-ին Թորան Վաղաժան ողբերգական մահից հետո կյանքից հեռացավ նաև նրա պապը։ Զաքար Հովհաննիսյանի մյուս հարազատները դեռ խորը վշտի մեջ են եւ գերադասում են որևէ մեկի հետ չշփվել։ Նրան ճանաչողները ընդամենը մեկ բան են ասում. ավելի ազնիվ եւ բարի մարդ չեն ճանաչում։ Զաքար Հովհաննիսյանի մյուս եղբայրը զոհվել է Արցախյան պատերազմում։